Հրապարակորաթերթը գրում է, որ քաղաքացիական պայմանագիրը ձայներքերելու համար դիմում է ամենաանհավանական միջոցների։ Թերթի տեղեկություններով հատկապես մարզերում, մարզպետարանների ենթակայությամբ հիմնարկներում եւ իշխանականներին պատկանող օբյեկտներում սկսել են քֆուր ֆռռացնել ոչ իշխանական աշխատակիցներին պարտադրելով տղամարդավարի խոստալ կամ քֆուր ուտել, թե ԿՊ-ին են ընտրելու։ Հրապարակորաթերթը գրում է, Պաշտպանության նախարարության զինծառայողներին, տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներին, Պաշտպանության նախարարության վարչական շենքի աշխատողներին SMS-ով հրահանգվել է լայքել եւ տարածել Սուրեն Պապիկյանի հրապարակային հայտարարությունները, գրառումները, որոնցում նա պատասխան է պահանջում Կալուգացի օլիգարխից, թե ինչու Կարապետյանների որդիները չեն նահատակվել պատերազմում, նրանց դասալիքներ է անվանում եւ այլն։ Մեզ փոխանցեցին, որ բաժինների վարչությունների պետերին զգուշացվել է, որ իրենց ենթականերին SMS-ներ ուղարկեն, որպեսզի հավանեն նախարար Պապիկյանի հատկապես այդ գրառումներն ու ելույթները։ Ասում են, որ բազմաթիվ զինվորականներ, ՊՆ-աշխատողներ աշխատանքը չկորցնելու վախից ստիպված են հավանել եւ տարածել։ Հրապարակորաթերթը գրում է, Սյունյաց երբեմնի խրոխտ ընդդիմադիր համայնքապետերից միայն Գևորգ Փարսյանը չդավաճանեց իր սկզբունքներին, չծնկեց վարչախմբի ճնշումների առաջ եւ այս ընտրություններին էլ առանց վախենալու մասնակցում եւ աջակցում է ընդդիմադիր ուժերից մեկին Արման Թադոյանի ղեկավարած Միասնության թևերի նախաձեռնությանը, որը Շանթ կուսակցությունների դաշինքի հետ համատեղ է մասնակցում, իսկ Փարսյանը Շանթ կուսակցության քվոտայով է համայնքապետ ընտրվել։ Նախորդին կապանում Թադոյանի մասնակցության բազմամարդ հավաքն էլ նա էր կազմակերպել եւ անձամբ ներկայել մշակույթի տանն անցկացվող հավաքին։ Մեզ ասացին, որ Փարսյանի համար համայնքային ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակազմերը մեկ մարդու պես մասնակցել էին հավաքին, իսկ դահլիճն ավելի քան 700 մարդ է տեղավորում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, երեք մահացած զինվորը թեև առողջական որոշակի խնդիրներ է ունեցել, սակայն նրան համարել են պիտանի եւ զինծառայության զորակոչել, փորձում են պարզել նրա առողջական խնդիրը կարող էր լինել ինքնասպանության պատճառ, թե այլ հարց կա։ Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության հունիսի 2-ին ժամը 00:10-ի սահմաններում հայտնաբերվել է Պաշտպանության նախարարության այն զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին։ Հրապարակորաթերթը գրում է, քաղաքացիական պայմանագրի քարոզարշավի ժամանակ ամենանկատելի բանը հանրության քննադատությունից զատ օրվա մի մասն ուտել խմելու վրա անցկացնելն է։ Ամեն օր 2-3 վայրում սեղան են փռում զանազան ուտեստներով եւ Փաշինյանը քաղաքացիների հետ բաժակ է բարձրացնում ու անդադար ծամում։ Քաղաքացիական պայմանագրի մեր աղբյուրներից սակայն տեղեկացանք, որ իրականում ոչ թե քաղաքացիներն ինքնակամ հյուրասիրում են սիրելի վարչապետին, այլ ուտուշ խմուշը կազմակերպում է հենց քաղաքացիական պայմանագիրը։ Կուսակցության քարոզչական բաժնում հատուկ բաժին է բացվել, որը գումար է տրամադրում իրենց նախանշած վայրում հյուրասիրություն բեմադրելու համար։